կեսին էր կրակի արձակումից հետո ու հաջորդ համազարկից ակնթարթներ առաջ։ Սրույցն էլ Հայկին նույնքան կարճ էր խոսելու ժամանակ պարզապես չկար։ Դե մի 4-5 օրը չենք քնել вообще։ Ժամանակ չկար, անընդհատ կրակում էինք։ Եկել է նստի հանգստացել ենք, մոտ մի 5 րոպե հանգստացել ենք, ձենետվը ասել են հրանոթի մոտ։ Տղաներին այստեղ հանդիպել էինք պատերազմի հենց երկրորդ օրը, կրակում էին վայրկյանների տարբերությամբ, կրակում էին անքուն գիշերներին, կրակում էին համազարկով։ Ջաբրայելում համարյա գիշեր-ցերեկ կրակել ենք։ Գիշերները մի պաչ էինք կրակում։ Ցերեկներն էլ լիթեր։ Ընդ որում այստեղ նոր էին տեղափոխվել, մինչև այդ ավելի մոտ էին հակառակորդին, հետո նահանջել, դիրքավորվել էին ջրականի այս հատվածում։ Հիմա ծնողներիդ եթե ինչ-որ մի բան փոխանցելու ունես, ասա, քանի որ հիմա կապ չունեք, ձև չունեք խոսալու։ Նորմալ ասա, թող չանհանգստանան։ Փորձենք ասենք իրենց էլի։ Թե ինչ ապրումներ են ունեցել, դժվարանում են նկարագրել։ Պատերազմ էր, աղմկոտ, պատերազմին բնորոշ բոլոր սարսափներով։ Ու նույնիսկ վախի մեծ չափաբաժինը հաղթահարելով շարունակել են լիցքավորել հաուբիցն ու կրակ արձակել։ Շարունակել մինչև հաջորդ կրակ հրամանա։ Թողնել են տվել Ջաբրայելից գիշերը մոտ 5-ի կողմերն էր 4-ի, հրանոթները էլ չէր աշխատում, կրակել էին հրանոթների։ Նստել ենք մեքենաները, Ջաբրայելից հելել ենք, մի հատ ուրիշ գյուղ կա, այդ գյուղն են գնացել Ջաբրայելից հելել ենք։ Այստեղից շարժվել են ավելի թիկունք, էլի դիրքավորվել, նորոգել ու փոխարինել տեխնիկան, էլի կրակել։ Հետո արդեն պատսպարվել էին Հադրութի անտառներում, հրամանատարների հետ մեկ ընտանիքի պես իրար խնամել, հոգեին տարել։ Սպաներն էին էլի ապահովում սոնդը, ինչքան կարեն, ինչքան իրենց ուժի չափով ապահովում էին։ Իրանք մեր հետ հավասար գեդինները քնել, տարբերություն չէին դնում։ Միշտ մարտական վիճակում են գտնվել, սպասել հարձակման, դիրքավորվել նպաստավոր տեղանքում, հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար։ Այս տպավորությունը ասում ենք վերջից։ Չէ, վերջը։ Կամ մի կես ժամ չէին կրակում, ասում ենք всё, փորձավ ուրախանում ենք։ Սնայրադից չեմ վախեցել Թուրքից, մայից էինք վախնում էլի, վախենում ենք տուն չհասնենք։ 44 օրը նույնքան դժվար ու չավարտվող էր Հովասափյանների համար, ընտանիքում լարումն անչափելի էր, ինչպես պատերազմի մասշտաբները։ Անքուն գիշերներ, լարված օրեր, ամեն առավոտյան գնացել եմ մատուր, մոմ եմ վառել, նոր գնացել աշխատանքի։ Առանց այդ էլ քչախոս Հայկը մի քանի անգամ է տուն զանգել, մի քանի բառ փոխանցել ու շարունակել իր կռիվը։ Տրամադրություն չենք ունեցել, ոչ ոքի հետ ոչ շփվում էինք, զանգից զանգ էինք ապրում։ Մամ, լավ է, 2 բառ, մամ, ամեն ինչ լավ է, մի մտածեք, ես լավ եմ, ու վերջ։ Մնացական է հեռախոս կար մոտը, հենց սաղից կանչում էր, զանգում էր, տալիս էր խոսում էինք, հենց 2 վայրկյան լավ ենք, անջատում էինք։ Թե ինչպես օրերն անցան դժվար են նկարագրել, այսօր որքան հանգիստ եւ ուրախ են որդու արձակուրդի արդիվ, նույնքան էլ սահմանափակ են, ժպտալիս խոսելիս։ Անմահացած տղերքն էլ իրենցն են, բոլորի որդիները։ Զգացողությունները ճիշտ է, մեր տղան ողջ վերադարձել է, բայց խոնարհվում են բոլոր նահատակված մեր զինվորների առջև։ Բառերը նենց են, չես կարող ասես, իրոք տարբերություն չկա այդ երեխաները, մենք ընդունում ենք մեր երեխաները, սգում ենք իրանց ծնողների հետ այդ սուգը։ Պատերազմը էկրաններից տեսած ու ընտանիքի ապրումներն իր նոթերում հավերժացրած դպրոցական Ալբերտն այսօր էլ հուզվում է, մղձավանջը հեքիաթի վերածելով ու այն ավարտելով Հայկին ու մյուսներին նվիրված տողերով։ Հայ զինվորները բոլորն էլ Հայկի նման քաջ, ազնիվ եւ հայրենասեր տղաներ են։ Վերջ։ Ապրես։ Դավիթ Դավթյան, Ֆելիքս Շախտոյան, Զինուշ